Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 29-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Եթե ցանկանում եք իմանալ ձեր ամսվա ծնված նշանին ինչ է սպասվում, ապա տեղափոխվեք մեկ այլ ալիք, որտեղ հղումները կան մեկնաբանության բաժնում։ Միգուցե նաև երկուսն էլ հարկավոր է լսել։ Լինում են միայն լինարման քարտերով էստեղ, ուրիշ ոչ մի քարտերով, այնպես որ եթե ուզում եք ավելի գլոբալ կամ եւ այլն, կարող եք նայել մյուս ալիքում։ Օրը 3 շաբթի է, աշխատանքային օր է, գնայենք, տեսնենք ինչ է սպասվում։ Գնայենք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին ապրիլի 29-ին։ Տան հետ կապված հարցերով կարող եք զբաղվել, գնալ տուն նայելու, հյուրեր ընդունել, միգուցե տան մեջ ինչ-որ փոփոխություններ եք ուզում կատարեք, գլոբալ մեծ փոփոխություններ կամ վերանորոգում եք ուզում սկսել, արդեն շոքեր են, կարող ցանկանում եք այդպես ինչ-որ բաներ անել։ Նաև տանից տուն տեղափոխություն, այստեղ տան անդամների հետ ավելի շատ զրույց, ավելի շատ խոսակցություն, այդպես։ Եվ որից ուղղություն եք այդ օրը ընտրել ձեզ համար, դա ճիշտ ուղղություն է, գնացեք, կարող ինչ-որ տան հետ է կապված, տան անդամների հետ է կապված, գնացեք, արեք դա։ Ոմանք այստեղ կարող է ուզում են գնալ օտար երկիր։ Հավանականությունը շատ մեծ է, որ կկարողանաք նաև գնալ։ Նաև օտար երկրից կարող է ինչ-որ մարդիկ գան ձեզ մոտ։ Եվ որից ցանկություն ունեք, կարող է ցանկությունը այդ ինչ ուղղությունն է, որը որ ուզում եք գնալ։ Գնացեք ապա։ Ինչ որ մտածում եք արեք։ Եվ եթե ցանկություն չունեք, այդ օր ուղղակի պահեք։ Պահեք, մտածեք այդ ցանկության մասին, ինչ որ մի բան որոշեք ձեզ համար, չնայած չեմ կարծում, ինչ որ մարդ լինի, որ ցանկություն չունի, բայց այդ օրը հատուկ պետք է պահեք, որովհետև այստեղ դիեզերքը ձեր կողմից է եւ կկարողանաք հանգիստ պահել եւ այդ ցանկությունը կկատարվի։ Իսկ եթե այդ ուղղության հետ է կապված, ապա ուղղակի գնացեք։ Գնացեք դա, գնացեք եւ արեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, եզերին ավելի շատ, այստեղ նրանք այդպես են կոչվում։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 29-ին։ Շատ շփում տարբեր մարդկանց հետ, ուղղակի ուշադիր եղեք, լեզվակռվի մեջ չընկնեք, նաև կարող անհանգստություն է ինչ-որ հարցում։ Եվ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, հնարավոր է խոսում եք, շփվում եք այն մարդու հետ, որ գտնվում է օտար երկրում, կամ նաև կարող նոր ծանոթություն է եւ շփվում եք իրար հետ։ Նաև կարող է այցելեք օրինակ վարչապետական հիմնարկություն, որտեղ որ հենց խոսքը վերաբերվում է օտար երկիր մեկնելու հետ կապված, կարող է վիզա եք դասավորում, դե ամառը շուտով կգա, երևի ինչ-որ բաներ եք ուզում անել, որպեսզի տեղ գնաք, հանգստանալու։ Նաև այդ օր ցանկություն պահեք, ձեր ցանկությունները անպայման կիրականանան։ Եվ իհարկե այդ օրը եթե ինչ-որ օգնության կարիք կունենաք, ապա ձեզ կօգնեն, օգնող ձեռք կլինի։ Եվ ուշադիր եղեք մեքենա վարելուց, որպեսզի պետավտոտեսուչներին չհանդիպեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին ապրիլի 29-ին։ Տան հետ կապված հարցեր կլուծեք, ուրախ եք, ինչ-որ բաներ եք անում, տան մեջ ընտանիքի հետ կապված, կարող լավ լուր եք լսում, վերանորոգում եք սկսում կամ վերանորոգում եք ավարտում, որովհետև տրամադրությունը բարձր է։ Ինչ-որ մի լավ բան է տեղ ունենալու կամ անձամբ հենց տան հետ կամ ընտանիքի որևիցե մեկի հետ։ Եվ ընտրության առջև կարող եք կանգնել։ Ոմանք շատ լուրջ, ոմանք հենց կարող է որոշում եք վերանորոգում անեք եւ գույների մեջ եք ընտրության առջև կանգնում, որտեղ ամենաբարդն է դա, երբ որ մարդը չգիտի ինչ գույն է ուզում, օրինակ այս սենյակը, այն սենյակը։
Ոմանք էլ լուրջ ընտրության առջև կարող կանգնեցնեք տուն վաճառելու, տեղափոխվելու հետ կապված, ընտանիքի անդամների հետ կապված ինչ որ հարց։ Այսքանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին ապրիլի 29-ին։ Հանդիպում, շփում որևիցե տղայի հետ, տեսնենք ով է այս տղան։ Տան անդամ է երևի թե։ Ինչ որ մեկն է, ում հետ որ կարող եք ծանոթանալ շատ արագ, կամ կփորձի ձեզ հետ ծանոթանալ։ Նաև նորություն կարող եք լսել, հյուր կարող է գալ ձեր, կամ ինչ որ բան է առաքում, կամ ձեր տուն, կամ այստեղ մի քիչ ուշադիր եղեք, նաև կորուստ կամ, հատկապես եթե չգիտեք ով է, ինչ է առաքում։ Տան հետ կապված ոչ հարցեր ունեք, սա արդեն վերորդ նշանն է, որ տան հետ կապված հարցեր ունի, կամ տանն եք լինելու, կամ ինչ որ բան է այստեղ կատարվում, չգիտեմ։ Ուզով եմ, եթե մեկնել ընկնի, նոր կասեմ։ Համենայն դեպս տան հետ կապված ոչ հարցեր կարող են լինել, գնաք տուն նայելու, տան մաքրությամբ զբաղվեք, իրերը տեղափոխեք, վերանորոգում սկսեք, ընտանիքի անդամների հետ կապված ոչ հարցեր լինեն, լուծեք, անեք։ Եվ արդեն այստեղ մի փոքր մտածում եմ, դա գլոբալ եմ մտածում, հա, ինչ որ երկրաշարժի մասին, բայց համենայն դեպս դա գլոբալ եմ մտածում, որտեղ բոլորին տան հետ կապված հարցեր են ընկել։ Եվ կորուստ, տեսնենք ինչ է սա։ Սխալ ուղղություն եք գնում եւ ինչ որ մի բան կարող կորցնել։ Անիմաստ կարող ժամանակ եք կորցնում այստեղ կամ ինչ որ մի բան է, որ սխալ ուղի է եւ այդ սխալ ուղու պատճառով կարող եք կորուստներ ունենալ։ Լավ մտածեք ինչ եք ուզում անել, լավ մտածեք ինչպես եք ուզում անել, նոր հետո արեք, որովհետեւ ըստ ուղու դուք արդեն սխալ բաներ կանեք եւ կկորցնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին ապրիլի 29-ին։ Շատ շփում, բավականին, տարբեր մարդկանց հետ, շատ նայեք էլի տուն։ Ինչ որ մարդկանց համար տունը շատ կարևոր է լինելու։ Որ հետ գնաք 4 թե 3 նշանին եւս ընկա։ Մի խոսքով նախորդ նշանին ասեցի ինչ հնարավոր է, ինչեր են մտքովս անցնում։ Նաեւ այստեղ շփում կարող եք ուղակի լեզվակռվի մեջ ընկնել եւ վիճել, հնարավոր է նաեւ տան անդամների հետ։ Եվ ուշադիր եղեք սուր գործիքներով այդ օրը աշխատելուց, վնասվածքներ ունենալուց, նաև ոմանք կարող է այստեղ վիրահատության են գնում, կամ ընտանիքի անդամներից ոչ մեկին, կամ դուք եք վիրահատվելու, եւ ինչ որ կարող եք, եթե խոսեք, հետո իրար չհասկանաք, կարող եք ուղղակի այդ մարդուն ձեր կյանքից անեք։ Եվ տան հետ կապված ինչ որ հարցեր կան։ Այստեղ կամ վերանորոգում եք սկսում, կամ նաև տանից տուն եք տեղափոխվում, տուն եք գնում նայելու, ինչ ասեմ, բոլորին նույն բանն եմ ասում, որովհետև բոլորին տուն է ընկել։ Նաև տան անդամների հետ կապված ոչ հարցեր կարող լինել, իրենց նայեք, իրենց խնամեք, ինչ որ մի բան է, մի խոսքով տան հետ է կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին ապրիլի 29-ին։ Ինչ որ դատարկություն է, ինչ որ մի բան կարող է գնալ ձեր կյանքից։ Նոր տեղ բացելու համար, բայց դուք ուրախ եք, որ դա վերջապես գնաց ձեր կյանքից, կամ որ նորն է սկսում ձեր կյանք։
ուրախ եք, ուրախությամբ դիմավորում եք դա։ Ձեր ցանկությունները իրականանում են այդ օրը։ Նաև ցանկություն կարող պահել, որ եթե ինչ-որ մի բան գնում է եւ նորն է գալու ձեր կյանք, ապա դա ուղղակի լավ պահեր լինեն։ Ավելի լավը լինի, քան այն ինչ որ գնաց, եթե լավը լիներ, չէր գնա բնականաբար այդպես է։ Ամենայն դեպս ուրախ եք, գնաք ձեր ցանկությունների հետևից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին ապրիլի 29-ին։ Կամ ուրջ է ստեղծվում, ինչ որ մեկին տեսնելու, ինչ որ մի բան անելու համար։ Նաև ինչ որ հնարավորություն հաշտվելու, խոսելու, շփվելու, ինչ որ մի բան անելու համար, որը որ ձեզ համար շատ կարևոր է, օգտվեք այդ առիթից, բաց մի թողեք այդ հնարավորությունը, թե կա նման հնարավորություն ինչ որ մի բան անելու համար։ Ինչ որ մեկին տեսնելու կամ ավելի հեշտ անելու, թեթև անելու։ Ուշադիր եղեք, այստեղ ինչ որ կորուստ կա, տեսնենք ես ինչի կորուստ է։ Էլի բնակարան անկավ։ Այստեղ կամ եթե անշարժ գույքի հետ կապված ոչ է գործարք եք անում, ուշադիր եղեք, որպեսզի այստեղ կորուստներ չունենաք ինչ որ հարցերում։ Նաև կարող է ընտանիքի անդամներից մեկի վստահության կորուստ կարող է լինել։ Տան մեջ կարող ինչ որ բան եք կորցրել, դա եք փնտրում այդ օրը։ Եվ այստեղ նոր բան։ Հնարավոր է նաև երեխաներն են գալիս, ինչ որ մի բանը վերցում են, ինչ որ մի տեղ են տանում դնում եւ հետո կորում են։ Կամ թորներն են գալիս։ Բացի դա էլ երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ այդ օրը ունեք։ Եվ եթե ինչ որ մարդիկ են գալու ձեր տուն, դա ամենայն դեպս պահեք։ Թանկարժեք իրերը հատկապես եթե անծանոթ մարդիկ են գալիս ձեր տուն։ Եվ ոմանք նոր գործ սկսեն, նոր բիզնես կարող են սկսել, ճիշտ ժամանակն է, կարող եք հանգիստ սկսել այդ գործը։ Նաև ոմանք կարող են մանկամիտ լինել, կամ ձեր շրջապատում ինչ-որ մարդիկ կարող են լինել, ովքեր մի փոքր մանկամիտ կլինեն եւ կնյարդայնացնեն ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, ոչխարներին։ Ինչ է սպասվում այծերին ապրիլի 29-ին։ Մի քիչ ծանր օր է, փորձություններով լի օր է։ Կարող ինչ-որ մի բան պետք է անեք, ժամանակի մեջ չեք տեղավորվում, պետք է արագ անեք, շատ գործ կա կամ հնարավոր է նաև ճակատագրական օր է, կարմայական օր է, փորձություններ անընդհատ ինչ-որ հարցում։ Կամ իրոք ինչ-որ մի հստակ ժամկետ ունեք եւ այդ ժամկետի մեջ պետք է հասցնեք ինչ-որ մի բան անել, ավարտել։ Դրա համար ծանր է, հա, գործը ծանր է, այդ օրը ինչ-որ պետք է անեք։ Եվ նաև ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու, ժամանակն է ինչ-որ մի բան անելու, ժամանակ հատկացրեք նաև այն գործերին, որոնք որ չեք արել, չեք հասցնում անել, դրա համար ժամանակի մեջ պետք է տեղավորվեք ինչ-որ բան անելու համար։ Եվ այդ օրը ինչ-որ իմաստ կգտնեք կյանքի, նաև ավելի իմաստուն կլինեք, իմաստություն ձեռք կբերեք, փորձություններից ելնելով ավելի իմաստուն եք դառնում, որովհետև փորձությունները մեզ դրա համար են տրվում, որ մենք ավելի շատ կոփվենք, որ չնայենք միայն վարդագույն ակնոցներով այս կյանքին, որ ամեն ինչ փափուկ է, բամբակների մեջ է, չէ, ամեն ինչ այդպես չի, դրա համար այստեղ նաև կարող եք հասունանալ, իմաստություն ձեռք բերել, նաև զգալ ձեր տարիքը, թե քանի տարեկանում եք այդ ընթացքում գտնվում, հա, այդ պահին։ Այսքանը ձեզ համար եւ նաեւ ինչ որ մարդկանց մեջ կարող եք լինել, շրջապատված լավ մարդկանցով այստեղ։ Ժամանակը կարող եք անցկасնել իրենց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։
Ինչ է սպասվում կապիկներին ապրիլի 29-ին։ Էմոցիոնալ բավականին կարող եք լինել, հնարավոր է սիրահարվում եք, հնարավոր է ձեզ են սիրահարվում, սիրախոստովանություն ունեմ դրա համար էմոցիոնալ եք, ոմանց համար սա ռոմանտիկ հանդիպում, ռոմանտիկ շամադրություն, նաև ինչ-որ մի բան կարող գաղտնի մնալ, ինչ-որ մի բան անհայտ մնալ ձեզ, ուժամի քնեք, մինչև ուժամի ինչ-որ մեկի հետ խոսեք, նույն դեպս այստեղ սիրված եք, սեր է իշխում, նաև դες կարող եք սիրահարվել, հենց այդ օրը սիրահարվել ինչ-որ մեկին և կարող անցյալից ինչ-որ մեկին եք հիշում կամ տեսնում եք իրեն, ինչ-որ մեկի հետ հիշում եք ձեր անցյալը, ամենայն դեպս կխորանաք ձեր անցյալի մեջ, ինչ-որ եղել է, ինչ-որ կատարվել է, դե բայց ամենայն դեպս ասում եմ, որ մի խորացեք, եթե լավ պահեր են, ապա այո, եթե չէ, մի խորացեք, դա հավելյալ ոնց որ մարդուն տխրեցում է տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Տուն ենք ավելի աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին ապրիլի 29-ին։ Ինչ-որ տղամարդու հետ կարող եք հանդիպել կամ խոսել, հնարավոր է ճակատագրով է տղամարդը ձեզ, կամ ճակատագրով այստեղ ինչ-որ մի տղամարդու եք կարող եք կորցնում։ Ամենայն դեպս տեսնենք ով է այս տղամարդը։ Հասուն տղամարդ է։ Նաև կարող է պաշտոն ունենալ, նաև դիրք ունենալ հասարակության մեջ։ Ինչ-որ մեկն է, որ կարևոր մարդ է, ում հետ որ կարող եք հանդիպել այդ օրը, խոսել, իմաստուն մարդ է, տարիքն առած մարդ է, բիսի մեկն է, ումից որ խորհուրդ հարցնելը նաև ձեզ շատ օգտակար կլինի, կամ թեկուզ հանդիպել է, կամ թեկուզ ծանոթանալ ուղղակի այդ մարդու հետ։ Մի խոսքով, եթե կծանոթանաք նման մարդու հետ, ապա միայն ուրախ պետք է լինեք, որ այդ մարդը մտնել է ձեր կյանք, այստեղ կարող է նաև ուղղակի ճակատագրով, եթե միայնակ եք, միգուցե նման մարդն է գալիս։ Եվ կորուստ այստեղ տեսնենք ինչի կորուստ է սա։ Անիմաստ խոսակցություն, անիմաստ ժամանակի կորուստ խոսելու վրա, վիճելու վրա, անհանգստության վրա նաև, այդպես մարդիկ անհանգստանում են, բայց իզուր, ինչ-որ բան չկա, ուղղակի ժամանակ եք վատնում, որ անհանգստանում եք, կորցնում եք, ինչ-որ ժամանակ։ Նաև սա կարող է լինել բամբասանք, խոսակցություններ, միգուցե ձեր հասցեին, միգուցե ձեր շրջապատում։ Սա նաև խոսակցություն ձեր թիկունքում, կողը չգիտեք անգամ։ Եվ իհարկե դժվար օր է մի փոքր, կամ շատ աշխատանք կունենաք, կամ իրոք ճակատագրական օր է, նաև միգուցե կարմայական օր է, ինչ-որ կարող է փորձություններ են գալիս ձեզ, այնպես որ պետք է հաղթահարեք այդ փորձությունները այդ օրը։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում, միգուցե հենց այդ ասեկոսեներն էր դժվարություն տալիս ձեզ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին ապրիլի 29-ին։ Գումար կամ կստանաք, կամ նաև կարող եք ծախսել այդ օրը։ Հանդիպում, այստեղ կարող ձեր երեխաներն են, այստեղ կարող սիրային հանդիպում է, տղաների համար աղջիկ, աղջիկների համար տղա։ Տեսնենք ամենայն դեպս ովքեր են կարող առանձին տարբեր մարդկանց եք տեսնում։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Ձեր կյանք հաջողություն կբերի, հաջողակ մարդ է, ում հետ կարող եք խոսել, ում հետ կարող եք շփվել, ինչ-որ բաներ իմանալ, կամ իր հետ ծանոթանալով, իր հետ հանդիպելով հաջողություն կգա ձեր կյանք։ Նման մարդիկ շատ կան, ում հետ որ մենք ծանոթանում ենք, միայն հաջողություն են բերում մեր կյանք։ Լինի դա սիրային առումով, թե լինի դա ուղղակի։ Եվ տեսնենք ով է այս տղան։ Ընկեր, հարազատ, բարեկամ, լավ մարդ, միգուցե ձեր ընտանիքից է նաև,
Իմ հետ որ կարող եք հանդիպել։ Ձեր երկրորդ կեսն է կարող է։ Դե լավ, այստեղ տրամադրություն կունենաք ձեր ընկերուն թեկուզ հանդիպելու, շփվելու, այդպես։ Դրական օր է։ Դրական մարդկանցով լցված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին ապրիլի 29-ին։ Բավականին աշխույժ կլինեք, տարբեր բաներ կանեք, տարբեր գործողություններ կանեք, նորություններ կլսեք, հյուրեր կընդունեք, հյուր կգնաք, ինչ-որ ապրանքներ կարող եք պատվիրել, գա, ձեզ հասնի, փաթեթ, նամակ, այստեղ լուր, տեղեկատվություն, այսպես թե այնպես կունենաք, ոմանք փաստաթղթերի հետ կաշխատեն, փաստաթղթերի համար կդիմեն, գործեր կանեն, նաև կարող է ուսուցչուհի եք, հաշվապահ եք, այդպես թղթերի հետ պետք է աշխատեք։ Դե դա թուղթը ցույց է տալիս, բայց կարող է համակարգիչ է, ինչ-որ համակարգչի մեջ եք բաներ գրում։ Եվ երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ կլինեն, կարող է առիթ է, կարող է ինչ-որ մի բան է, երեխաների մասին պետք է մտածեք, իրենցով զբաղվեք։ Եվ նաև նոր գործ կարող եք սկսել, նոր բիզնես կարող եք սկսել։ Եվ ձեր շրջապատում ինչ-որ մարդիկ կարող են երեխական լինել, մի քիչ նյարդայնացնեն ձեզ։ Նաև կարող ձեր թոռներն են գալիս ձեր տուն, ձեր ծոռներն են գալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։